մի քանի օր է հայ-ռուսական հայտարարությունները հատկապես ռուսական կողմից կոշտացել են, հայկական կողմը վստահեցնում է, որ մտադիր չեն իհարկե Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու, բայց մի քանի տեսակի մրգեր, բանջարեղեն, ջերմուկ, ձուկ արգելված է, որ Հայաստանից արտահանվի Ռուսաստան։ Եվ վերջնագիր է ներկայացվել, ինչու եմ պնդում վերջնագիր, որովհետև հստակ Մոսկվայի կողմից այդ ժամկետը նշվեց դեկտեմբեր ամիսը, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ու նաև հանրաքվե անցկացնի։ Բայց Փաշինյանը երեկ ասում էր, որ անտրամաբանական է հանրաքվե անցկացնելը, որովհետև չեն դիմել Եվրամիության անդամակցության հարցով կամ նույնիսկ տեխնացուի կարգավիճակ չունեն։ Հիմա ինչ է սպասվում։ Այս ամեն ինչը ես հասկանում եմ, որ կախված է նաև ընտրությունների արդյունքից։ Պայմանական հասկանանք, եթե Փաշինյանը ընտրվում է, ինչ է լինում։ Նախ ընտրությունները հանրաքվե են փաստացիորեն, որովհետև դրանով է որոշվելու լակմուսի թուղթը ինչ գույն կլինի, հա։ Երկրորդը, երբ որ գործող վարչապետը ասում է, որ մենք չենք դիմել եւ այլն, իրականում այստեղ կա հռետորաբանության էլեմենտ էլ, հա, այսինքն Եվրամիության անդամակցության օրակարգի հետ կապված կա նաև շահարկման թեմաներ, բայց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը հաստատել է Եվրամիության անդամակցության հետ կապված Հայաստանի հավակնությունների մասին օրենք, բայց առավել բարձր մակարդակի ինչ հիմնավորում ու փաստարկ կա։ Հիմա եկեք կողքից նայենք այս process-ներին, հա, ԵԱՏՄ երկրների դիրքերից։ Հայաստան են գալիս Եվրամիության այսպես քաղաքական համաժողովի շրջանակում ամենատարբեր պետությունների ղեկավարների, դեպի պետությունների 99%-ը Ռուսաստանին համարում են թշնամի, հա։ Մի քանի միջոցառումներ են այստեղ տեղի ունենում։ Հայաստանը գալիս Զիլինսկին, հա։ Դուք հասկանում եք, Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, աշխարհում որևէ մեկ այլ պետության հետ Հայաստանը չունի այդպիսի հարաբերություններ, հա։ Ինդիկատիվ այստեղ բովանդակություն կա նաև ձևակերպման մեջ։ Հայաստանը երբ որ ռազմավարական գործակցության ինչ-որ պայմանագրեր, համաձայնագրեր է ստորագրում, դրանք հիմնականում մեզ գալի մասը փուչիկ է։ Այս պարագայում կա բազա, այս պարագայում կա արտաքին առևտուր եւ այլն։ Կա օրենքը Եվրամիության հետ կապված։ Մենք կողքից նայում են, ասում են չհասկացանք, դուք որտեղ եք, կողմնորոշվեք, որ մենք էլ կողմնորոշվենք, որովհետև սա նաև տորպեդահարում է ԵԱՏՄ-ի աշխատանքը։ Որպեսզի սթափ հասկանանք ինչի մասին է խոսքը, վերջի 5 տարիներին Հայաստանը այն պետությունն է, որ ԵԱՏՄ պետություններից ամենից շատ օգուտ է ստացել ԵԱՏՄ-ից։ Ընդհանուր շուկաներ, արտաքին առևտուր, փողերի տրանսֆերներ, ընդհանուր աշխատանքային շուկա եւ այլն։ Դրանք կոնկրետ միս ու արուն ունեցող շահույթներ են, որոնք կապված են գյուղացու հետ, բանվորի հետ, արտագնա աշխատողի հետ եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը փակվելու է։ Դա պատժամիջոց չի, ես ուզում եմ ուղղակի հաճախ շահարկելու են հակառուսականություն, դա պատժամիջոց չի, հետևյալն է, ԵԱՏՄ-ն առանձին շուկա է իր մաքսային տուրքերով, իր կարգերով, իր նորմատիվ կարգավորմամբ, եթե դու այդտեղից դուրս ես գալիս, գնում ես մեկ այլ շուկա, բնականաբար այդ քո հետ կապված բոլոր համաձայնագրերը չեղարկվում են։ Պուտինի ելույթը նայելուց հստակ նշված էր, որ ձեր կարգավիճակը իջնում է ԱՊՀ սովորական պետության կարգավիճակի, հասկանում եք, եւ դա շատ տրամաբանական է։ Պարոն Հևոնդյան, Նիկոլ, անգամ նրանց, որ այդ կոշտ հայտարարությունները կան, անկախ նրանից, Նիկոլ Փաշինյանը շարունակաբար քարոզարշավի ժամանակ ասում է ընտրությունները կլինեն, ես կվերընտրվեմ եւ խոստանում եմ ձեզ, որ այդ խնդիրները չեն լինի, կգնամ ԵԱՏՄ գործընկերների աչքերին ուղիղ կնայեմ եւ կչեզոքացվեն այդ բոլոր տագնապալի հայտարարությունները եւ մյուս կողմից էլ երեք արդեն հայտարարում էր, որ օրինակ փչացած բիբարի կամ վարդի գումարը պետությունը արդեն կսուբսիդավորի եւ այդպիսի նախագիծ իդեպ մշակել են։ Հիմա սա արդյոք նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, անգամ եթե վերընտրվելու է, վստահ չէ, որ իսկապես կարող է այդ հարաբերությունները լավացնել, ոչ թե դա իրենից է կախված, այլ պարզապես Ռուսաստանը չի ցանկանա։ Նայեք ոնց, հայ-ռուսական հարաբերություններում մի շատ խորացող ճակ է ձևավորվել, որքան էլ ձգձգվեց, ակնհայտ էր, որ դա մի օր լինելու է։ Բոլորը գիտեն ով է Նիկոլ Վովայի Փաշինյանը, ինչ գործունեություն է իրականացրել, ինչ տարբեր երկրների ինչ որ ծառայությունների հետ ինչ շփումներ ա ունեցել եւ այլն, բոլորն է շատ լավ գիտեն, հա։ Ինքը բնականաբար ունակ չի խնդիրները լուծելու եւ սա քարոշչական խոստումների հերթական շղթաներ։ Երկրորդը, երբ որ ինքը ասում է բիբարի կամ ծաղիկի ծախսերը ինքը կփոխհատուցի, այդ իր գրպանից չի փոխհատուցել, այդ մեր բյուջեից է, ին վճարած, ձեր վճարած հարկերի հաշվին է, կամ արտաքին պարտքերի հաշվին, այսինքն արտաքին պարտքը ավելացնելու է, ինչ որ արդեն ամեն մեկից վրա մոտ 4.500 դոլար, հասկանում եք, ինքը իր անարդյունավետ, անտրամաբանական, տխմարագույն քայլերի արդյունքում մեզ բոլորի
վրա խնդիրներ է ստեղծում, պարտքերը ավելացնում, ֆինանսական խնդիրներ են ունենում, հա։ Այսինքն, եթե դու այդքան ունակություն չունես հասկանալու համար պետության համար լավն ու վատը որն է եւ մտել ես քաղաքական ինչ-որ պարտավորությունների տակ գեոպոլիտիկ առումով, որից պետությունը կարա եւ դուրս չգա, եւ դու հիմա հերթական անգամ սուտ ես խոսում, այդ նշանակումը արձանագրում պետքա գնահատել իրավիճակը սթափ առանց մի գրամ էմոցիա եւ հունիսի 7-ին որոշում կայացնել ազատվել այս խնդրից։ Ինչքան կարելի է հասկանում եք, այդ մարդը մտել է արդեն անհատական մարդկանց ընտանիք ու իրաց արդար աշխատանքից զրկում է։ Ինչի, որովհետև իր տերերը, իսկ Հայաստանը արտաքին կառավարման ներքո է գտնվում, հրահանգել են, որ պետք է հակառուսականություն այս երկրում ավելանա, իդեպ հակառուսականությունը էականորեն ավելացել է վերջին 3-4 տարիներին, բոլոր սոցիալացումները թե բաց, թե փակ դրա մասին են փաստում։ Վերջում էլ պետությունն է տուժելու։ Ֆրանսիայի վրա եք ծաղիկը ծախելու, գինին Ֆրանսիայի վրա եք ծախելու։ Ինչի մասին է խոսքը։ Մարդկան զուտ խափում է։ Այո, հիմա գանք դրան։ Երեք Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Մարտակոսի հետ։ Այսօր արդեն Ազատություն ռադիոկայանը Բրյուսելի իր աղբյուրներին հղում անելով նշում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Նիկոլ Փաշինյանը այսօր պետք է հեռախոսազրույց ունենան եւ քննարկեն Հայաստանին աջակցության հարցը։ Ինչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը Եվրամիությունից եւ ինչքան էլ որ ակնկալում է արդյոք Եվրամիությունը այդ աջակցությունը տրամադրելու է, հաշվի առնելով, որ նախընտրական է, այսինքն այդ աջակցության շրջանակում այս հարցը լուծելու է, թե մասամբ է լուծելու։ Լինելու են մեծ խոստումներ, որոնք իրականում լինելու են սուտ, ասեմ ոնց։ Եվրամիության շուկա մտնելու համար ոչ թե պետք է գնա շուկան փորձես այնտեղի շուրջ, այլ լիցենզավորման, սերտիֆիկացման բազմակալ երկարաժամկետ գործընթաց է ասում։ Սկսած այն հողից, որտեղ այդ խնձորն ու ելակը աճել է, վերջացած պահպանման վիճակ, սերմի տեսակ եւ այլն, պետք է սերտիֆիկացվի, հասկանում եք։ Բայց կարա լինի հետեւյալը, քաղաքական որոշում են կայացնում, Հայաստանը մի հատ մեծ լոնքով անցնում է այդ շուկայական բոլոր process-ների մասով եւ մի քանի ֆուր, մի քանի, չգիտեմ, մեքենաներ ցուցադրական կերպով մտնում են եվրոպական շուկա, ինչ որ պետության շուկա, հա, նախընտրական փուլում, որպեսի գործող վարչապետը ասի, մենք կախված չենք ռուսական շուկայից, մենք շատ արագ գտանք այլ շուկաներ, հա, Հայաստանը Ուկրաինա է ուղարկել մի ծաղիկներ եւ ինչ որ մրգի տեսակներ, դա փորձելու են քարոզչական նպատակով օգտագործել, որտեղ սա շատ լուրջ խնդիր է։ Վերջի իր համար ամենակարևորը եւ եվրոպացիների համար ամենակարևորը այս փուլում իր վերընտրումն է, որովհետեւ եվրոպացիները ինչ ուզում են իրանից ինքը տալիս է, պետության մասով է տալիս, հասկանում եք, անդառնալիության կետեր անցնելով է տալիս։ Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությունից եւ կարծում եմ, որ պատճառն այն է, որ Հայաստանի ներկայիս առաջնորդը, այսինքն ըստ նրանց Պուտինը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Ու նաեւ նշում են, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց շատ լավ հիշում ենք, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դոնալդ Թրամփը 2 անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Դուք ինչպես եք գնահատում Ռուբիոյի հայտարարությունը եւ ինչ նպատակով է այս հայտարարությունը արվել ձեզ։ Ես կասեի, որ ես բարձր ձայնով ժպտում եմ, երբ որ լսում եմ, որ Միացյալ Նահանգները չի մասնակցում ներքաղաքական process-ներին, քարոզարշավին եւ այլնին, իհավաստում եմ նաեւ ձեր փաստը, հա, Թրամփի եւ նաեւ Ռուբիոյի հայտարարությունը։ Հասկացեք, բոլորին պետքա դրսի արևմտյան գործընկերներին, Թուրքիայի եւ Ադրբեջանին պետքա որ սա վերընտրվի։ Ինչի, որովհետեւ ինքը խոստումներ ա տվել, դրանց մի մասը կատարած են, մի մասը ոչ։ Ռուբիոն երբ որ Հնդկաստանից գալիս էր մտավ Զվարթոցում ստորագրեց այդ հազվագյուտ մետաղների այդ համաձայնագիրը, այստեղ մի հատ ինչի շտապեցին այդքան, որովհետև երաշխիք չկար, որ հունիսի 7-ից հետո սա կարող է մնա, հետևաբար պետք է դա արագացնել, որպեսզի ամերիկացիները ինչ իշխանությունը լինի հունիսի 7-ից հետո, ասեն մենք ունենք համաձայնագիր, իսկ դա ռազմավարական հումք է, որը Հայաստանում կա եւ Սյունիքի մասով է, հա։ Նայեք, անգամ իրանք չկարողացան քարոզչական էլեմենտների առումով կապիտալիզացնել Ռուբիոյի այց հետ, շատ արագ այց էր, բայց իլրումն դրա ակնհայտորեն խնդրել են, որպեսզի հայտարարությամբ հանդես գան, որպեսզի հետագայում են ակնկալիքով, որ Փաշինյանը ուզում է, որպեսզի ամերիկացիք Հայաստան զորք բերեն։ Քանի դեռ մենք ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, չեն կարող բերել։ ՀԱՊԿ-ից դուրս են գալու։ Ինչի Էրդողանի հետ խոսել Պուտինի զանգից հետո։ Այսինքն նաև Էրդողանին խնդրել է մի քանի էլեմենտի մասին։ Առաջինը փորձել բարեխոսել Ռուսաստանի ղեկավարի մոտ իր մասով։
Երկրորդը, եթե հնարավոր լինի մինչև ամսի 7-ը գերիներ բերեն Ադրբեջանից, այսինքն ճնշում գործադրի Ալիևի վրա, հա։ Եվ երրորդը հայ-թուրքականի հնարավոր ակտիվացում գոնե մինչև ընտրությունները, հա։ Դրանք իր համար շատ կարևոր էլեմենտներ են ընտրականի մասով։ Ինքը գիտի ասֆալտի վրա, որ էլեկտորալ իր վարկանիշը ցածր է։ Դրա համար արդեն կարուսելային տեխնոլոգիաներ են մտցրել, մարզային, համայնքային տարբեր իշխանություններ, պետական համակարգ, այսինքն կան այսպես ինֆորմացիաներ, հա, Ռուբիոյի թեզը, Ռուբիոյի հայտարարությունը, Թրամփի պոստը այդ ամեն ինչի հետ էր կապված եւ ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է դժգոհություն հայտնի, որտեղ կա այստեղ սուր մրցակցություն, հա, ամերիկացիները Հայաստանը դիտում են որպես տարածք, ինչպես Ուկրաինան են դիտում որպես տարածք։ Հիշում եք Ուկրաինայում միջնորդական առաքելությամբ էին հանդես գալիս ռուսների հետ։ Կարևորը ինչ արեցին, վերցրեցին Ուկրաինայի բոլոր այն նավահանգիստները եւ հազվագյուտ մետաղական հանքերը, ստորագրեցին պայմանագիրը, հիմա Ուկրաինան ինչ ուզում է թողնի։ Եվրոպացիներն են հիմա Ուկրաինայի կուրատորը, ամերիկացիները դիստանցավորվում են։ Նույնը Հայաստանի հետ է լինելու, բայց Հայաստանն էլ իր ծառայությունները էլի առաջարկում է Եվրամիության, հասկանում եք, պետությունը կիսում են։ Ամերիկան վերցնում է հանքերը, ռեսուրսները, ասում են ինչ ուզում եք եղեք, եվրոպացիները ասում են գնա ռուսների դեմ խոսա։ Ու ակնհայտ է, որ դրանից հետո այդ պետությունները ինչ են ունենալու, պետականազրկման, պետություն ունենալու հետ կապված խնդրահարույցագույն վիճակներ, հա, երբ որ Ռուսաստանի ղեկավարը ասեց մենք հայ ժողովրդի հետ ենք միշտ, եւ դա փաստ է, որովհետեւ եկեք հարցին կոնկրետ ենք, եթե ռուսական բազան չլներ, մենք վաղուց այստեղ չէինք լինի, ֆիզիկապես գոյություն չէինք ունենա, եւ մենք հումանիտար մեր կապերը չենք կորցնելու, մենք միշտ կօգնենք, դա շատ վատ սցենարի մեսիջ էր, որ կարավիճակը այնքան վատ լինի, որ մենք նորից ստիպված լինենք խնդրելու ու կորցնելու է, որ մենք քաղաքական պետություն եւ ինքնություն ունենք, հա։ Բայց գեոպոլիտիկան է դա ու այս գործող վարչապետը Հայաստանը տանում է դեպի կորուստ։ Եվ վերջին հարցը Քարոզարշավի հետ կապված, վերջին շաբաթն է 2 օր է մնացել Քարոզարշավին, Հայաստան դաշինքը, այսօր արդեն ուժեղ Հայաստան դաշինքը հանրահավաքներ են արել եւ այսօր նախատեսվում է ուժեղ Հայաստանինը, վաղը ԲՀԿ-ինն է, մյուս օրը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն է։ Դուք ինչպես եք գնահատում ընդհանուր առմամբ Քարոզարշավը, ու նաեւ այսօր արդեն կադրեր էին տարածվել, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը չկարողացավ աղավնին, այսինքն խաղաղության խորհրդանիշը բարձրացնել, սոցցանցերում ծաղրում էին, որ նույնիսկ սա չի կարողանում անել, էլ ուր մնաց թե առհասարակ խաղաղության հասնել չի կարող։ Ես կարծում եմ, որ գործող վարչապետը մեծ սիրով է աղավնում կհամտեսել, որտեղ ինքը հենց սննդի ինչ-որ էլեմենտներ է տեսնում, այսպես ինքնատիրապետումը կորցնում է, իսկ վերադառնալով բուն ձեր հարցին, փակվեց ցիկլը, շատ ագրեսիվ, շատ կարմիր գծեր չունեցող, կոնկրետ մի շրջանակի մասին եմ ես ասում, գործող վարչապետի եւ ԿՊ-ի ամերջ շրջանակների մասին եմ ասում, Քարոզարշավ էր, այնտեղ կար արմատական քաղաքական թե որ Հայաստան դաշինքն էր, դասական Քարոզարշավ էր, բայց տեխնոլոգիաները փոխվել էին, այսինքն հանդիպում մարդկանց հետ փողոցներում շատ իրական զրույցներ, Հայաստան դաշինքի ղեկավարը տարիներ շարունակ վարակույրի այն կողմում եղել, այսինքն ինքը եղել է անհասանելի, անճանաչելի շատ մարդկանց համար։ Այս անգամ տեխնոլոգիաները, որ ընտրել էին, բացվածք էր տալիս ու բավական հետաքրքիր էր նույն մարդուն, ում մասին մարդիկ ունեին քարացած պատկերացումներ, հաճախ նաև այսպես պիտակավորումներ, այդ պիտակավորումները կոտրվում էին, հա։ Ուժեղ Հայաստանը մեդիա առումով, օրակարգեր ստեղծելու առումով, ակտիվության առումով, նոր մոտեցումների առումով, սկզբունքային տարբերվող առաջարկների առումով իհարկե առաջատարն է, նաև հանրային աջակցության տեսանկյունից, բայց պետք է հասկանալ եւ ասֆալտից չկտրվել, որ ընտրատեղամասերում պետք է ձիգ մարդիկ, պինդ մարդիկ, ճիշտ դիտորդներ, ուշադրություն, ռեսուրսների կուտակում, որպեսզի կարողանան իրենց քվեներին տեր լինեն։ Դա իհարկե վերաբերում է նաև Հայաստան դաշինքին եւ Բարգավաճ Հայաստանը իր լիդերի, այսպես քաղաքական խոսույթով, որը միշտ չի որ իրան բնորոշը, բայց շատ անակնկալ դրական անակնկալ էր իր կերպարային առանձնահատկություններով, կարծում եմ 3 ընդդիմադիրների իհարկե կանցնեն, անկախ բոլոր են պատվիրակված սոցհարցումների, իհարկե կունենանք ձայների փոշիացումներ էլ, դոնթի մասով ինչքան էլ մենք զգուշացրեցինք, բացատրեցինք, բայց որոշ փոքր միավորների ղեկավարների անձնական էգոն ավելի բարձր է, քան հավանաբար այս պետության նկատմամբ սերը կամ ընդհանրապես ռացիոնալիզմը։ Ես կարծում եմ ծանր ընտրություններ են լինելու, մենք կունենանք հավանաբար էլի ձերբակալություններ, Եվ հետընտրական զարգացումներ էլ կլինեն։ Անպայման հետընտրական զարգացում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, կարևոր չի թե ընդդիմությանը ովքեր են քվետալու, իշխանությունը եւ արևմուտքը որոշել են, որ գործող վարչապետը ինքնավերարտադրվելու է։ Իր համար ճակատագրական ընտրություն է, ինքը կյանքի մահվան հարցն է, ֆիզիկական անվտանգության հետ կապված այստեղ հարցադրումներ կան, հա։
ուժայինների ամենաբարձր մակարդակի, այսպես առաջինա տված, ասենց ասեմ ձեզ։ Բոլորը վերահսկողության տակ են, արտաքին մոնիտորինգի տակ են, եւ պետք է հասկանալ, որ ամսի 8-ին պետք է ընդդիմությունը միացյալ ճանապարհով, միացյալ 3 հիմնական ուժերը եւ բոլորեն adekvat քաղաքացիները պետք է հողի վրա, ասֆալտի վրա իրենց քվեին տեր լինեն։ Եվ ամենակարևորը, այս առիթը նաև օգտագործեմ, պետք է գնալ ընտրության, որովհետև եթե չգնացիք ընտրության, հետո չասեք երգիրիխի կորավ։ Զուտ պետք է գնալ ընտրության ու ճիշտ ընտրություն կան։ Ու կարևոր չի ով կառավարություն կկազմի։ Անկարևոր բանը այս պարագայում ով կլինի վարչապետ, դա նույնպես բացարձակ կարևոր չի։ Մեր խնդիրը այստեղ ազատվելն է մեկից։ Ոչ թե ով կգա այդ իշխանությունը կամ մեկը 5 հաթոռ ավել կստանա կամ մեկը 6 հաթոռ, հա։ Դա անկարևոր է։ Այդ առումով պետք է քաղաքացին գիտակցի, մասնակցի ու ճիշտ ընտրություն կատարի։